Ես մի մարդ եմ, ով եղել է մարդասպան շուրջ 20 տարի։ Նա սպանել էր իր մորը, իր տատիկին եւ պապիկին։ Փոքրուց հակում ուներ սադիզմի։ Հասակը 2 մետր եւ ավել էր։ Նա համարվում է Ամերիկայի ամենախելացի, ամենաբարձր IQ ունեցող մարդասպաններից մեկը, ով սպանելուց հետո իր մորը հանձնվեց ոստիկանությանը։ Այսօր խոսելու ենք թերևս ամենահետաքրքիր, ամենահսկա, ամենախելացի թերևս մարդասպաններից մեկի մասին, Edmund Kemperի մասին, ով Ամերիկայում ավելի շատ հայտնի է որպես Big Ed։ Բայց մինչև տեսանյութին ասելը չմոռանաս բաժանորդագրվել ալիքին, մեկնաբանությունը եմ կիսվեց քո կարծիքով, Էդի մայրն էր մեղավոր այս ամենի մեջ, թե ոչ։ Ինչու էր սպանում աղջիկներին։ What's your emergency? Էդը ծնվել է 1948 թվականին Կալիֆոռնիայում։ Նրա ծնողները ի սկզբանե չեն եղել շատ հարուստ, բայց չեն էլ եղել շատ աղքատ։ Էդը միակ երեխան չի եղել, տանը եղել են եւս այլ երեխաներ։ Էդի մայրը շատ հաճախ նրան անիմաստ տեղը պատժում էր, ինչպես նաեւ ցույց էր տալիս, թե որքան շատ նրան չի սիրում։ Վարկածներից մեկը այն է, որ մոր կարծիքով Էդը պատրաստվում էր իր քրոջը բռնաբարել, այդ ժամանակ Էդը 8 տարեկան էր ընդամենը, որի պատճառով նրա մայրը Էդին փակում է մշտապես իրենց տան խորդանոցում, չուլանում, որը տարածքով շատ մեծ է լինում եւ ներսում գտնվում է փոքրիկ կատյոլ, հա, որը տան ջեռուցումն էր ապահովում։ Էդը, քանի որ փոքր էր տարիքով, նրան թվում է, որ դա դժոխքն է, իսկ վերևը դա դրախտը։ Նա չէր հասկանում, թե ինչու է հայտնվել դժոխքում, իր ծնողները վերևում են դրախտում, նա իրեն համարում էր, որ որևէ կապ ունի մութ ուժերի հետ, ինչպես նաև շատ հաճախ էր իր ագրեսիան ցույց տալիս ընտանի կենդանիների վրա։ Օրինակ, կատուներից մեկին նա ողջ թաղում է հողի մեջ, իսկ մյուսին մասնատում է եւ ուսումնասիրում նրա օրգանները։ Կա նաև վարկած, որ դրա պատճառով, քանի որ իրեն փակել են նկուղում, իրեն սեր չեն տվել, հարգանք չեն տվել մոր կողմից, հիշենք սա, այս ամենի պատճառով Էդը դարձել է այն, ինչ կա։ Երկրորդ վարկածը գալիս է այն, որ Էդի մայրը չէր սիրում ուղղակի Էդի հորը, իսկ Էդը շատ նման էր նրան, այդ իսկ պատճառով նա այդպես էր վարվում Էդի հետ, նրան անտեսում էր, նրան շատ հաճախ ծեծում էր անիմաստ տեղը, ինչպես նաև բարբերաբար փակում էր նկուղում։ Նկուղը ամբողջովին մութ էր, մեծ տարածություն կար եւ Էդը այնտեղ լրիվ մենակ էր իր սատանայական կրակի հետ։ Երբ Էդը 11 տարեկան էր, նրա ծնողները բաժանվում են, ինչը շատ ուժեղ հարված է լինում նրա հոգեկան առողջության վրա։ Նա որոշում է, որ միայն հայրն է իրեն սիրել եւ այդ քայլի պատճառով նա ցանկանում է միայն հոր հետ ապրել։ Սակայն դա չի ստացվում, ինչին ընդառաջ մայրը թողնում է, որպեսզի նա գնա հոր ծնողների հետ, իր տատիկ եւ պապիկի հետ մնա։ Այդ ժամանակ նա գնում է տատիկ պապիկի մոտ ապրելու եւ տանը գտնում է հրացան, վինտովկա, որից էլ նա կրակում է պապիկին, իսկ հետո երբ որ պապիկը գալիս է տուն, նաեւ պապիկին, նա երկուսին էլ կրակելուց հետո դանակի մի քանի հարվածներ է հասցնում, սպանում, իսկ երբ ոստիկանները ձերբակալում են եւ հարցնում արարքի դրդապատճառը որն է եղել, նա ուղղակի ասում է, որ ուզում է հասկանալ, թե ինչ զգացողություն կունենամ, երբ սպանեմ իմ տատիկին եւ պապիկին։ Նրան դատում են, բայց քանի որ անչափահաս է լինում, ոչ թե հենց ուղարկում են գաղութ, հա, այլ ուղարկում են հատուկ նման վարքագիծ ունեցող մարդկանց համար նախատեսված տարածք, որը հոգեբուժանին մի փոքր մոտ է, բայց ավելի շատ հանցագործների համար է նախատեսված։ Նա այնտեղ անցկացնելով այդ տարիները լիքը խոսակցություններ է լսում տարբեր մարդասպաններից, որը նրան ել ավելի շատ է ոգևորում եւ տալիս նոր մոտիվացիա, որպեսզի գնա եւ շարունակի իր կիսատ թողած գործերը։ Արժի շեշտել նաև այն փաստը, որ Էդը այդ տարիքում ուներ արդեն հասուն մարդու մարմին, հիշեցնեմ նա 11 տարեկան էր, բայց ուներ մոտ 170 եւ ավել հասակ, իսկ երբ նա դարձավ 16 տարեկան, հասակը 2 մետր եւ ավել էր։ Նա սկզբում մտածում էր, որ պետք է տուն վարձի եւ այնտեղ տանի ու սպանի բոլոր իր զոհերին, սակայն հասկանալով, որ դա իրեն կմատնի, սկսում է մեկ այլ կերպ գործել։ Ուղիղ 150 մարդու մեքենայով տանել բերելուց հետո, որպես ավտոստոպ, նա կարողանում է իր մեջ ուժ գտնել եւ իր առաջին զոհերին Անիտա Լուչերին եւ Մերի Էնին սպանել։
Երկուսն էլ 18 տարեկան էին եւ մոտ ընկերուհիներ էին։ Միայն 3 ամիս անց հնարավոր է դառնում աղջիկներից մեկին գտնել, նրա դիակը գտնել։ Այդ ամենն էլ տեղի է ունենում այն բանից հետո, երբ որ գտնում են ինչ-որ գանք, որը սկզբում կարծում են, որ կենդանու է, սակայն ատամների միջոցով պարզ է դառնում, որ դա մարդու գանգ է, իսկ ատամնաբուժը հաստատում է, որ դա Մերիի ատամներն են։ Հետագայում Էդը պատմում է, թե ինչպես է աղջիկներին մեքենայով տարել ամայի տարածք, սկզբում խեղդել նրանցից մեկին, հետո դանակով մի քանի հարված հասցրել, որից հետո եկել եւ սպանել է մյուս աղջկան։ Նրանց մարմինները նա մասնատել է եւ տարբեր տեղերում թաղել կամ ուղղակի շպրտել։ Նրա մյուս զոհը դառնում է 15-ամյա Էյքան։ Էկայի հետ նա ծանոթանում է կրկին դրսում, նրան առաջարկում իր օգնությունը, որպեսզի մեքենայով տեղափոխի։ Հետագայում գտնում են աղջկա դիակը, որից պարզ է լինում, որ նրան ոչ միայն սպանել են, այլ նաև բռնաբարել, սակայն դա կատարել են մահից հետո։ Էդը նրա անշնչացած մարմինը տայել է մի ամայի տարածք եւ նրան բռնաբարել։ 1973 թվականի հունվարի 9-ին անհետանում է 19-ամյա Սինդին։ Հաջորդ օրը գտնում են նրա մասնատված մարմինը տարբեր ամանների եւ տոպրակների մեջ, որոնք նետված էին Սանտա Կրուիզ կիրճում։ Մարմնի բոլոր հատվածները գտնված էին, բացի գլխից։ Էդը գլուխը աղջկա պահել էր, որի հետ կատարում էր սեռական ակտեր, նա գլուխը թաքցում էր իր տան ետնաբակում եւ ժամանակ առ ժամանակ աղջկա գլխի հետ կատարում սեռական ակտ։ Այս ընթացքում Էդի եւ նրա մոր միջև անդադ վեճեր են ծագում։ Կինը որքան էլ որ լավ աշխատանք է ունենում, սակայն շատ հաճախ ալկոհոլ է օգտագործում, լինում է շատ բարկացած, գոռում Էդի վրա, իսկ դա Էդի դուրը չի գալիս։ Նա տանից դուրս է գալիս եւ գտնում նոր զոհ։ Այդ օրը նա ատրճանակ է հարվածով սպանում է 2 աղջկա։ Նրանց մարմինները տանում է իրենց տան բակ, որտեղ էլ սկսում է նրանց գլուխները կտրատել, հենց տան բակում, չվախենալով ոչ ոքից եւ ոչ մեկից։ Մոր հետ հերթական վեճերից մեկի ժամանակ Էդը հասկանում է, որ արդեն չի դիմանում։ Այդ ժամանակ լինում է Պասխա զատիկ եւ նա որոշում է մորից վերջնականապես ազատվի։ Առավոտյան մտնելով նրա սենյակ, երբ դեռ մայրը քնած է լինում, նրան մի քանի հարվածով սպանում է, գլուխը կտրում, որից հետո սեռական ակտով է զբաղվում, մարմինը մասնատում, տարբեր տեղեր թաքցնում, իսկ գլուխը պահում է։ Գլուխը տեղադրում է իր հասակին համապատասխան տեղ, այսինքն պահարանի վրա, եւ սկսում գլխի վրա, մոր կտրատած գլխի վրա գորգռալ, ասել այն ամենը, ինչ իր մտքին գալիս է, նրան հայհոյել, հարվածել գլխին, որից հետո նա հասկանում է, որ սպանության միակ մեղավորը եւ միակ կասկածյալը հենց ինքն է, քանի որ սա ուղղակի սպանություն է եւ միակ մարդը նա է լինելու, որ իրեն կասկածը։ Դրա համար նա որոշում է տունը տակնու վրա անել, որպես կողոպուտ։ Սակայն դա իր մոտ չի հաջողվում, քանի որ հասկանում է, որ մեկ զոհը շատ քիչ է։ Որոշում է կանչել մոր մոտ ընկերուհուն, ում հրավիրում է իրենց տուն ընթրիք անելու։ Եվ երբ որ մոր ընկերուհին գալիս է, նրան նույնպես սպանում է, սակայն հասկանալով, որ ժամային շատ տարբերություն կա, քանի որ մորը իր սպանել էր առավոտյան, մոր ընկերուհուն սպանել է երեկոյան, դա չի կարող լինել կողոպուտ, նա որոշում է լքել քաղաքը եւ հեռանալ։ Հազարավոր կիլոմետրեր անցնելուց հետո Էդը հասկանում է, որ մեկ է ոչինչ չի կարող այլևս անել։ Էդը զանգահարում է ոստիկանություն եւ ընդունում իր մեղքը։ Նա պատմում է, թե ինչպես է մոր ընկերուհուն եւ մի շարք այլ կանանց աղջիկների սպանել։ Էդին ձերբակալում են, որից հետո նա ցույց է տալիս բոլոր այն տեղերը, որտեղ թաղել էր իր զոհերի դիակները, զոհերի մարմինի մասերը եւ նրան ուղարկում են դատարան։ Էդը դատարանում ինքն իրեն է պաշտպանում, ինչը շատ հետաքրքիր է անցնում, եթե դատական գործերը նայեք կամ լսեք, այնտեղ կտեսնենք, թե որքան Էդը խելացի արգումենտներ է բերում առաջ, ամենակարևոր արգումենտներից մեկը լինում է, որ իրեն մանկուց չեն սիրել, այդ այս պատճառով նա գնացել է նման քայլերի, սակայն այստեղ, ինչպես վիդեոյի ամենասկզբում արդեն նշեցի, մայրն է մեղավոր, թե տղան, այստեղ կա հետևյալ հատվածը, երբ որ Էդին ձերբակալել էին իր տատիկ եւ պապիկին սպանելու համար, մայրը միակ մարդն է լինում, ով ամեն ինչ անում է, որպեսզի տղային չսպանեն, այլ նրան ուղարկեն գահուտ։ Մայրը ամեն կերպ տղային պահում է, նրան օգնում ամեն ինչում, սակայն ըստ Էդի այդ ամենը նա անում է կարիքից ելնելով, իսկ տանը իրեն ուղղակի հալածում էր։ Մինչև հիմա չկա հստակ պատասխան այդ ամեն ինչի, թե ինչու էր հենց նա սպանում մարդկանց, երբ որ մոր հետ վիճում էր, սակայն դա մնում է փաստ եւ Էդը շատ հաճախ իր հարցազրույցներում ասում է, որ
հենց վիճում էր մոր հետ, դուրս էր գալիս, ինչ որ մեկին սպանում, հանգստանում եւ գալիս տուն։ Նա տանը չէր կարողանում այդ ամեն ինչի մասին կիսվել նրա հետ, սակայն ամեն կերպ փորձում էր մորից թաքուն պահել այն փաստը, որ նա մարդասպան է։ Եվ Էդի ամենամեծ արգումենտը հենց դա էր. ես մորը սպանել եմ, որպեսզի նա չիմանա, որ ես մարդասպան եմ։ Դատարանը չի արդարացնում Էդի որևէ փաստարկ, նրան ձերբակալում են եւ ազատազրկում ՑՄԱ բանտարկության, սակայն մեկ խնդրանք հաշվի են առնում։ Նրան ոչ թե տանում են եւ բանտում են նստացնում, այլ հոգեբուժանում, որտեղ նա բուժում է ստանում, ինչպես նաեւ սովորում տարբեր լեզուներ, զբաղմունքներ է ձեռք բերում եւ իր կյանքը վայելում մինչեւ այսօր։ Նա ներկա պահին 78-79 տարեկան է, ապրում է սովորական կյանքով, իհարկե բանտախցի մեջ հոգեբուժարանում, սակայն ոչնչից նա թերևս չի դժգոհում։ Այսօրվա տեսանյութը այսքանն է, շնորհակալություն տեսանյութը դիտելու համար, կխնդրեմ մեկնաբանություններում կիսվեք ձեր կարծիքներով, ինչպես նաև հավանեք տեսանյութը եւ բաժանորդագրվեք ալիքին։ Իսկ կարող ես ասել, թե քո նման քանի այլ մարդասպան կա։ Ես մի մարդ եմ, ով եղել է մարդասպան շուրջ 20 տարի։ Ինչպես կնկարագրես քո մորը։ Իմ մայրը հիվանդ էր, զայրացած, սոված եւ շատ տխուր կին։ Ես ատում էի, բայց ցանկանում էի նրան ամեն կերպ սիրել։ Ես տեսնում էի, թե ինչպես է նա ալկոհոլից կործանվում։ Ես տեսնում էի, թե ինչպես է նա սոցիումում անկում ապրում։ Ես տեսնում էի, թե ինչպես է նա տարօրինակ դառնում։ Նա ուներ շատ խնդիրներ եւ ցավեր իր կյանքից, իր անցյալից եւ իր ամուսնությունից, չստացված ամուսնությունից։ Ես այն մարդն էի, ով հիշեցնում էր դրա մասին։ Իրականում ո՞րն էր պատճառը։ Ինչու էր սպանում աղջիկներին։ Իմ անհաջող փորձերից սոցիումի եւ սեռական կյանքի։ Ես իմպոտենտ չէի, բայց հուզականորեն, այո, ես մահուճապ վախենում էի ձախողվել կին եւ տղամարդ հարաբերություններում։ Ես բարձրացակապես ոչինչ չգիտեի այդ ամբողջ ոլորտի մասին։ Նույնիսկ եթե պարզ նստում եւ խոսում էի ինչ-որ աղջկա հետ, ես չգիտեի ինչ անեի։ Ես ձախողվեցի հարաբերություններում։ Այդ իսկ պատճառով սկսեցի նրանց հետ այլ կերպ շփվել, որը հետագայում զարգացավ եւ դարձավ մի այլ բան։ What's your emergency?